Կրեմլը մտադիր է Ռուսաստանի նախագահի եւ երկրի բարձրաստիճան ղեկավարների համար կառուցել նոր գերարդիական հիվանդանոց։ Եռահարկ շենքը կառուցելու են Մոսկվայի մարզում Կրեմլին պատկանող կենտրոնական կլինիկական հիվանդանոցի տարածքում։ Հիվանդանոցի կառուցման ծրագիրը արժե մոտ 3 միլիարդ ռուսական ռուբլի։ Պաղեստինի ժողովուրդը բողոք է հայտնում Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության կապակցությամբ։ Ֆաթահ շարժման աջակիցները Հորդանանի արևմտյան ափի շրջանում բողոքի ակցիաներ են անցկացրել։ Պաղեստինի ժողովրդի եւ Ֆաթահի ազգային եւ իսլամական կուսակցությունների ուղերձը Թրամփին այն է, որ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը առնվում է Պաղեստինի ժողովրդի արաբ ազգի մահմեդականների եւ քրիստոնյաների շահերին։ Իտալիայում Աբրուցոյի լեռնային շրջանում երեկ երեկոյան ձնահյուսը ամբողջությամբ ծածկել է մի հյուրանոց, որտեղ այդ պահին գտնվել է 3 տասնյակ մարդ։ Այսօր վաղ փրկարարներին հաջողվել է ձանտակից դուրս հանել 2 մարդու։ Իտալական մամուլի փոխանցմամբ հյուրանոցի կենվորներից եւ աշխատակիցներից շատերին գուցեև չի հաջողվի փրկել, սակայն զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան։ Այդ նույն շրջանում վերջերս տեղի են ունեցել ստորգետնյա ցնցումներ եւ չի բացառվում, որ հենց դրանք են առաջացրել ձնահյուսը։ Թեհրանում հրդեհվել եւ փլուզվել է 17 հարկանի մի շենք, վթարի հետևանքով մոտ 25 հրշեջներ մնացել են փլատակներում։ Հրդեհը բռնկվել է շենքի 9-րդ հարկում։ Շենքում գտնվող մարդկանց դուրս են հանել եւ փլուզման պահին այնտեղ եղել են միայն հրշեջներն ու փրկարարները։ Ավելի քան 70 մարդ, այդ թվում 45 հրշեջ, վնասվածքներ են ստացել։ Հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ քաղաքապետարանը ամիսներ շարունակ մարդկանց կոչ է արել հեռանալ այդ շենքից, քանի որ այն չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Սենսացիա համաշխարհային թենիսի աշխարհում Ավստրալիայի բաց առաջնությունում թիվ 1 թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը անակնկալ պարտություն է կրել լավագույն թենիսիստների ցանկում 117-րդ տեղը գրավող Դենիս Իստոմինից, ով հանդես է գալիս Ուզբեկստանի դրոշի ներքո։ It is unreal, so to beat Novak in 5 sets, it's Աներևակայել է հաղթել Նովակին 5 սեթում, սա մեծ հաղթանակ է։ Նույնիսկ հիմա մի քիչ հոգնած եմ ինձ զգում, չէի սպասում, որ այսպիսի պահ կապրեմ։ what I'm doing now. So and what I did on the court. So